Ինչ կասեք Փաշինյանին, եթե դեմ առ դեմ հանդիպեք նրան կամ ձեր դիմաց դուրս գա։ Ոյ, ամենադժվար հարցն է։ Ինչ կասեի, ինքան բան ունեմ ասելու Փաշինյանին։ Բայց կասեի խելոք մնա, էլի քեզ մի քիչ աղայավարի պահի։ Փորձի աղայավարի պահես։ Մեկ էլ խոստումներդ կատարի։ Այդքան բան, խոստումներդ կատարի, մի խափի։ Սուտ խոս ամենա դառը ճշմարտությունը ամենաքաղցր ստից քաղցրը։ Ոչի բան չի ասի, ինչ ասեմ։ Ասեի ապուշես հիմարես թող ռադդ քաշ։ Այդքան բան։ Սա Թուրքիայի թելադրանքով ու Իրան բերել են, որ Հայաստանը հանձնի։ Հայաստանը պետք է հանձնի։ Այն իրաքապահականներից մեկին ասում են, այ չեք մտածում, որ իշխանություն փոխվի, ձեզ դատելու են, ասում եմ պետություն պետք է լինի, որ մեզ դատի։ Ես անունը չեմ կարող ասել, բայց այդպիսի արտահայտություն եղել է։ Ես եթե չեմ սխալվում, Իրանից եմ լսել, որ եթե չես ուզում դատվես, պետք է լուծարես երկիրը։ Պետությունը պետք է լուծարես։ Սա գնում է պետության լուծարմանը։ Ես նրա դեմքին անգամ չէի նայ, ազնվությամբ եմ ասում, ես հեռուստացույցով էլ որ նայում եմ իրան իր ձայնը լսում եմ, ես ստրես եմ տանում։ Ես իրան տանել չեմ կարողանում։ Թող մեղադրեն իր ժողովուրդը, թող ասեն այս կինը ինչ է էլի խոսում։ Ես այդ մարդուն տանել չեմ կարողանում։ Ինքը իրան հələ այդ պաշտոնը բանը մի կողմ դրած, ինքը իրան տղամարդուն վայել չի պահում։ Նորմալ տղամարդը նման բաներ չի անում։ Հիմա էլ բարձանում ակվարծի ռաների դռներն ա ծեծում։ Դու ինչ գործ ունես այդ դռները ծեծում ես։ Շրխկացրեց դեմքին։ Ինչքան ամոթ է։ Ես չեմ պատկերացնում։ Հետ այդ մարդու պետք չի։ Ասեմ Փաշինյան ջան, դու քո առաջ ես իրան հարցը կտամ, դու քո սխալները դուզգում ես։ Քո սխալները դուզգում ես քո կատարած վարչապետի գործերի մեջ։ Զգում այն չեք կարծում, ինչ սխալներ ունի։ Գիտես որ ղեկավարը սխալա օրեմ ժողովրդի համար ճակատագրակ։